Պատմիր Ծառուկյանի կնոջ ապտակի մասին։ Ինչ լավ է, որ հետո բա գրել կինա թե տղամարդ։ Փակ է անունը։ Հա, անունը փակ է, հա։ Ջավահիր ջան, պարզվում է, չգիտեմ, վստահ եմ, Ջավահիրը Ծառուկյանի կինն է, իդեպ հրաշալի անձնավորություն, շատ լավ մարդ, հա։ Ջավահիր ջան, գիտես ինչ էին գրել, որ իբր դու եկել ես ԲՀԿ գրասենյակ եւ ինձ ապտակել ես, Ջավո ջան, կներես, որ սա հրապարակում եմ, վստահ եմ, որ դու ել ես էշությունը, այս կատարյալ էշությունը կարդացել, հա, սա էշություն է, հասկանում եք, ինչ ասեմ, այն որ ասում է մամմայիս արև նման իդիոտիզմ, նման ապուշություն չէր կարող լինել, Ջավահիրը ֆանտաստիկ կին է, հրաշալի մայր է, հրաշալի մարդ է, եւ ես շատ քիչ մարդ եմ ափսոսում, որ մնացել է Բարգավաճ Հայաստանում, որոնց հետ կապը չեմ շարունակել, նրանցից մեկը Ջավահիրն է։ Դու Արագի մեջ տեղավորվի, հնարավոր է աթոռ գրավես։ Գիտեք, ես չունեմ նման ցանկություն, ես կարծում եմ, որ ապագա իշխանության մեջ ես հույս ունեմ եւ ես չեմ հրաժարվի, եթե իշխանությունը լինի հայամետ իշխանություն, լինի առաջարկ, ես բնականաբար կքննարկեմ, ես կարծում եմ, որ իմ քաղաքական պոտենցիալը, այո, դեռ պետք է գալու մեր երկրի եւ հիմա էլ պետք է, բայց ես այդպես չեմ մղվում, եթե ես մղվեի, մենք բոլոր հնարավորությունները ունեինք մանդատները վայր չդնելու եւ միջև հիմա լինելու падգամավոր։ Տիկին սարսափելի, դու ավելի լավ կանես գնաս Փարիզ ֆրֆռալու։ Փարիզ ես գնալու եմ ֆրֆռալու, այնպես որ մի ջանացեք ինձ խորհուրդներ տալ, մեկա գնալու եմ, ինչ էլ ասեք, ինչքան էլ տանջվեք, ինչքան էլ չարախնդակ, ինչքան էլ տրաքեք, մեկա գնալու եմ, Փարիզ գնալու եմ հոկտեմբերի 6-ին, ասեմ էդ էլ իմանաք։ Օդանավակայանում են հավաքվելու բոլորը։ Թող գան, հա, սեպտեմբերին էլ մի քանի օրից էլ գնում եմ Ամստերդամ, համեցեք օդանավակայան։